Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվից Երևան հասնող գնացքները դատարկ են հետ դառնում, չնայած նախորդ տարեվերջից Հայաստանն ադրբեջանական նավթամթերք են ներկրում։ Մեր երկրից այդպես էլ որևէ ապրանք չի արտահանվում ադրբեջանական շուկա։ Որովհետև նախորդող շրջանում մեր տնտեսությունը ֆուրի ծավալով է իր պլանավորում իրականացել։ Սա առաջին հիմնավորումն էր, որ կառավարությունից լսեց հայ հասարակությունը, հետո արդեն նաև տեղեկացանք, որ ապրանքների փոխարեն առայժմ Երևանից Բաքու ցուցակ են ուղարկում, հասկանալու թե Բաքվին հատկապես ինչը կհետաքրքրի հայկական շուկայից ձեռք բերելու համար։ Հիմա անկեղծ ասած տենց պրոցեսներ կան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ ձեռք բերելու եւ ինչ վաճառելու եւ ինչ գնելու հարցում են հետաքրքրված եւ պրոցես գնում է։ Այլումին, փայլատիթեղ, ֆերոմոլիբդեն, կենթանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տեքստիլ արտադրանքներ։ Սա այն ցուցակն է, որ Երևանն առաջարկել է Բաքվին։ Էկոնոմիկայի նախարարն էր պարզաբանել է այս ապրանքները մենք արտահանում ենք, իսկ Ադրբեջանը ներմուծում։ Հետազոտում ենք, քննարկումների մեջ են, բայց փաստացի այս գործընթացի մեկնարկից շուրջ 3 ամիս անց Հայաստանից այդպես էլ որևէ ապրանք չի մտել ադրբեջանական շուկա։ Արտգործնախարար Միրզոյանի խոսքից հնարավոր է ենթադրել, պոտենցիալ ապրանքների շուրջ քննարկումները դեռ չեն էլ ավարտվել։ Այսօր երկու երկրները քննարկում են նաև այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է, որ կարող են էլի հետաքրքրություն փոխադարձ ներկայացնել իրար ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում նոր ապրանքներ կհամալրեն այս առևտրի ցանկը, սա շատ շոշափելի վկայություն է խաղաղության եւ նաեւ մի կողմից վկայություն է ուրեմն խաղաղության, մյուս կողմից իր հերթին գալիս է ուրեմն հակադարձ բանով ազդեցությամբ ամրապնդել այդ խաղաղությունը։ Եվ չնայած արտգործնախարար Միրզոյանի այս վստահությանը հիշեցնենք, որ օրերս էլ Բաքվի կառավարությունն էր գնացել Միրիմեջլիս Ալիևի падգամավորներին զեկուցելու նախորդ տարվա աշխատանքի հաշվետվությունը եւ այդ ժամանակ բաց ուղիղ տեքստով ադրբեջանական իշխանությունը ձևակերպել էր ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ եւ կարող է դիտվել որպես երկու երկրների միջև տնտեսական եւ առևտրային կապերի հաստատման կարեւոր քայլ։ Իրական տնտեսական գործընկերության կամ համագործակցության մասին բոլոր խոսունքները ընդհանրապես ֆոնային կարողական նկատառումներով են իրականացվում։ Փորձագիտական համայնքում հակված են Հայաստան ներմուծվող ադրբեջանական դիզվառելիքի գործարքը հենց առևտրային համարել։ Համոզված են ծավալները փոքր են նույնիսկ այն տնտեսական համարելու համար, ուր կմնան բարիդրացիության ու խաղաղության հիմնավորումները, հարցնում են մասնագետները։ Այնպես չի, որ Ադրբեջանը ինչ-որ տնտեսական ապրանքների շարք ունի, որի պահանջարկը մենք ունենք, կամ հակառակը։ Մենք էլ չունենք ոչ-որ հաշվով արտադրելիք եւ արտահանելիք ինչ-որ մի բան, որը կակտիվացնի մեր երկու պետությունների միջև տնտեսական։ Բայց այդ բոլոր խնդիրները դրանք խոսության ընդամենը։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն հաստատված չի, իսկ այդ հաստատված չի։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ։ Տնտեսական գործակցության մասին խոսույթը ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը մնում է թղթի վրա։ Արդյոք այս երկխոսությունը կվերածվի իրական տնտեսական կապերի։ Փաստացի կախված է ոչ միայն շուկաների պահանջարկից, այլև քաղաքական որոշումներից։ Մինչև այդ Երևանից Բաքու հետ դարձող գնացքները շարունակում են ճանապարհ ընկնել դատարկ առանց բեռի։ Հայաստանի Հանրապետություն Ադրբեջան հնարավոր խաղաղության մասին շատ է խոսվում, տարբեր փաստեր ու օրինակներ են բերվում, որպես ընդառաջ քայլեր դեպի այդ խաղաղություն։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իրատեսական պատկեր է ներկայացնում։ Տնտեսական որոշակի առաջընթաց կա հարաբերություններում, սահմաններին կրակոցներ չկան, բայց այնպես չէ, որ բոլոր խնդիրները լուծվել են։ Ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպա ուրեմն Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը կլինի մեծ չափազանցություն։ Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ ա եղել, ի վերջո այդքան արյուն ա հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ի վերջո դեռ մենք ունենք ուրեմն պահվող անձինք Բաքվում, բանտերում, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում եւ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում
TRIP նախագիծը համարվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևոր քայլ, բայց պարզաբանումներ են անհրաժեշտ, որպեսզի լիովին հասկանալի դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս ռազմավարական ճանապարհը։ TRIP-ը դա ներդրումային տրանսպորտային կամ փոխկապակցային մի մեծ նախագիծ է, որը մեծ հաշվով ունի 3 շերտ, այս նախագիծը, որը ներառելու է եւ երկաթուղային, եւ ենթադրաբար ապագայում ավտոմոբիլային ճանապարհային եւ նաեւ նավթագազամուղային, էլեկտրական մալուխների եւ այլ կապակցվածություն։ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացների վերաբերյալ պարբերաբար հակասական արձագանքներ են հնչում։ Սահմանների ամբողջ երկայնքով սահմանազատումներ են իրականացվում։ Այս դեպքում քարտեզների թեման է թիրախում հայտնվում։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է փոխել իր սահմանադրությունը։ Կարծիքներ կան, թե Ադրբեջանի պահանջով։ Միրզոյանը հերքում է այդ խոսակցությունները։ Հայաստանի Հանրապետությունը եւ բանակցությունների ընթացքում փակտորների հետևում եւ նաեւ հանրային հրապարակային մի շարք առիթներով ասել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանության մեջ Ադրբեջանի համար որևէ խնդրահարույց ամենայն դեպս տարածքային հավակնությունների տանող որևէ պնդում չկա։ Հայաստանն ունի 4 անմիջական հարևան երկիր, դրանցից երկուսի հետ մենք ունենք չկարգավորված հարաբերություններ։ Ադրբեջանից բացի Թուրքիայի հետ էլ հարցեր ունենք քննարկելու ու կարգավորելու։ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար օրինակ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Քննարկվում է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման հնարավորությունը։ Քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։ Կրկին վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումներ են տեղի ունեցել, ես եմ հանդիպումներ, շփումներ ունեցել Թուրքիայի իմ գործընկերոջ հետ, մեր մյուս գերատեսչությունների ղեկավարներն էլ առիթ ունեցել են մասնակցելու այդպիսի քննարկումների, այցեր անելու եւ հանդիպելու։ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված բազմաթիվ քննարկումներ կան նաև մեր երկրում։ Արտաքին գործերի նախարարը տեղեկացրեց, Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում դեղորայքի տեսքով, սակայն անհրաժեշտություն չեն տեսել այդ մասին շեփորահարելու։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքի Չարենցի 11-րդ եւ 13-րդ շենքերի բակային հատվածում արդեն մի քանի օր է գարշահոտ է տիրում։ Դիտահորից դուրս եկող գոյաջրերը ամբողջ փողոցն են ողողել։ Հիմա այս բան 4-րդ մուտքը կարելի ասել բլոկադայի է ենթարկված, քանի որ այստեղով չեն կարող մարդիկ տեղաշարժվեն, ամբողջ կեղտաջուրը մուտքը փակել է։ Ու ոչ միայն 4-րդ մուտքը, այլ մի քանի մուտքեր, նույնիսկ բնակիչները նշում էին, որ նկուղներն է լցված ամբողջ կեղտաջուր։ Մի կողմից տարածքում անտանելի հոտ է, մյուս կողմից գոյաջրերը նույնիսկ նկուղներ են լցվում, թուլացնում շենքերի հիմքերը։ Այդ հատվածում կանգնել չեն կարողանում մարդիկ, պատուհան բացել եւս համաճարակի վտանգ կա։ Եվ տեսեք ինչ վիճակ է։ Ընտրություններ են։ Ես պետք է հավաքել ավարտել։ Մեզ եկող մուտքը ճիշտ է դուրս չի տվել, բայց շենքի մուտքը տակնա։ Լցվում է, նկուղները սաղ կեղտաջուր է։ Առաջի հարգը որ ահա որ առաջի մուտքը։ Վեոլյաջուր բազմիցս են զանգահարել, սակայն ընկերությունից ի գիտություն բնակիչներին հայտնել են, որ դա իրենց գործը չէ։ Հիմա Արմավիրի մարզպետին ու վաղաշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարին են դիմում, հուսով, որ միգուցե նրանց միջնորդությունից հետո որևէ կերպ հարցը կլուծվի։ Բնակիչները նշում էին, որ այնքան են զանգահարել Վեոլյաջուր, Վաղարշաբաթի քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունք։ Մի քանի անգամ բնակիչները հենց իրենց միջոցներով են ինչ հնարավոր է արել են տեխնիկային բերել, իհարկե վճարելով եւ այս կեղտաջրերը դուրս են բերել, սակայն հիմա ամբողջ շենքի մուտքերը տիրում է գարշահոտ, լցված են կեղտաջրով։ Իսկ մայրաքաղաքում Վշտունի առաջին նրբանցքում հանգստյան օրերին խմելու ջրի կորուստ կար։ Փոխարենն այդ հատվածում ապրողները խմելու ջուր չունեին։ Խմելու ջուրն է, չէ, այսպես լայ գնում է, անցած։ Մեծ կապիտալի փոխում եք, չէ։ Չէ։ Շամչյանքոմի հրապարակումից հետո Երևանի քաղաքապետի Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի եւ Վեոլյաջուր ընկերության օպերատիվ արձագանքից հետո Վեոլյաջուր ընկերության Մաշտոցի մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են իրականացրել։ Այս հատվածով անցնող խմելու ջրի խողովակների պատասխանատուն իրենք չեն։ Բնակիչները դեռ սովետական տարիներին իրենց ուժերով անցկացրել են, բայց հիմա քանի որ
խնդիր է առաջացել, վիոլա ջուրը հիմա իրենք եկել են եւ օգնում են։ Այս ճանապարհը Արմավիր քաղաքում է։ Հայտնի հյուսիսարևելյան ճանապարհից դեպի Մայիսյան եւ Ծաղկավան գյուղեր տանող մի քանի կիլոմետրանոց հատվածն է։ Անմխիթար վիճակում է, անցուդարձանն էլ չի լինում։ Սաղ ցեխա չէ միջև Ծառաշեն։ Ու լրիվ բան է, այս վիճակն է ճանապարհը։ Ավելի ավոր է։ Տրակտորը չի գնա, չէ՞։ Երեխաները մեծ դժվարությամբ են անցնում, փոսերն այնքան շատ են, որ վարորդները չեն կողմնորոշվում որը շրջանցեն։ Իսկ շտապօգնության մեքենաները ուշացումով են պացիենտի տուն հասնում։ Որտե՞։ Այդ ջրի միջով է անցնում։ Ինչքան վաղ է այս վիճակն է։ Այս ճանապարհն է, որտեղ որ շարժը բավականին շատ է, քոտեջներ է գնում, քաղաքացիները նշում էին, գնում է Զորամաս, գնում է 2-3 գյուղ, ապա դեպի Երևան Արմավիր ավտոճանապարհը։ Բնակիչները տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Արմավիրի նախկին քաղաքապետ Դավիթ Խուդատյանին են դիմում, նաեւ ներկայիս քաղաքապետին, ուզում են, որ քայլեր ձեռնարկեն նրանք։ Չեմ քշեմ ախպեր, լուչի չքշեմ, կաստ է ես պրոստե հիվանդ էր, բդի տանեի բժշկի բարեկամս էր, ստիպված։ Իմ չեմ քշի, ներվեր չունեմ ես ես։ Երևանում խցանումներն արդեն դարձել են ոչ թե ժամանակավոր անհարմարություն, այլ առօրյա իրականություն։ Ամեն երեկո եւ ամեն առավոտ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ձևավորվող մեքենաների երկար շարքերը ստեղծել են մի իրավիճակ, երբ անգամ կարճ տարածություն հաղթահարելը կարող է ժամեր տևել։ Քաղաքային երթևեկության կազմակերպման հարցում առկա ճանապարհների գերբեռնվածությունը եւ վարորդական մշակույթի խնդիրները միասին ձևավորում են այն փակ շրջանը, որի մեջ հայտնվել է մայրաքաղաքը։ Խնդրի լուծման համար վարչապետի հանձնարարությամբ ճգնաժամային կառավարման հանձնաժողով էլ ստեղծվեց, որի կազմում ներգրաված մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ հրատապ կոնկրետ լուծումներ պետք է առաջարկեին։ Շեշտը լինելու է իհարկե հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, ավտոմեքենաների, հենց բուն մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների։ Պատասխանատուները պարզաբանում են, թե ավտոմեքենաների թվի աճով երթևեկության կազմակերպման մարտահրավերներն էլ աճում են։ Այս հանձնաժողովի աշխատանքի կարևոր ուղղություններից է լինելու երթևեկության կարգապահության մակարդակի բարձրացումը, որը համակարգային աշխատանք է պահանջում։ Բայց դա էլ պետք է հասկանանք, որ մի X պահի այլ վարչական որոշումներ պետք է կայացնենք, որովհետև փողոցների ծավալը անսահմանափակ չի։ Մասնագետները հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ սակայն այլ կարծիք ու մեկնաբանություն ունեն։ Նրանք ասում են, որ միայն հանդիպումներ, քննարկումներ անցկացնելով սայլը տեղից չի շարժվում։ Այս հարցում պետք է օգտվել միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդներից, նշում են մասնագետները։ Ավտոբուսների համար առանձնացված երթուղի է առանձնացրեցին բոլոր զարգացած երկրներում այդ երթուղիով նաև երթևեկում են տաքսիները։ Դրա համար պետք է այդ ոլորտը կարգավորվի, լիցենզավորվի, առանձնացվի։ Թե հետիոտները, թե վարորդները պետք է իրապետեն երթևեկության կանոնների, նկատում են մասնագետները։ Նրանց կարծիքով խցանումների առաջացման առաջնային պայմաններից է, երբ մեքենաները անընդհատ մի գոտուց մյուսն են տեղափոխվում, իսկ անձնական մեքենաների շահագործումը սահմանափակող միջոցառումները մասնագետների գնահատմամբ երթևեկության կազմակերպման միջոց պետք չէ դիտարկել։ Կենտ համարներով մեքենաները պետք է զույգ օրերը չքշեն կամ զույգ համարներով մեքենաները կենտ օրերը չքշեն։ Աբսուրդ է։ Մարդկա ստուգանելու համար ինչ-որ մեծ սիստեմ են մշակում։ Երևանի խցանումները դարձել են քաղաքային կյանքի անբաժանելի մաս, սակայն հարցը շարունակում է մնալ բաց, արդյոք մայրաքաղաքը կարողանա դուրս գալ այս փակ շրջանից, թե խցանումները կշարունակեն սահմանել քաղաքի ռիթմը։